Առաջիկա կիրակի օրը, նոյեմբերի 23-ին Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում կմասնակցեմ Տեր Երվանդ Քահանա Բաբայանի ձեռամբ մատուցվող Սուրբ եւ անմահ պատարագի։ Վարչապետ Փաշինյանի այցից 3 օր առաջ Սուրբ Հակոբ եկեղեցի նոր քահանա են ուղարկել Տեր Երվանդ Բաբայանին։ Գյուղի քահանան Տեր Հարությունն այսօրվանից արձակուրդում է։ Ազատությանը պատմեց եկեղեցու մոմավաճառ Տիկին Լուսիկը։ Այսօր իմացանք, որ Տեր Երվանդն է գալու, ես էլ իրան չեմ էլ տեսել։ Այսօր է իմացել, որ Տեր Հարությունը գնացել է, Տեր Երվանդին էլ այսօր էին սպասում։ Մենք էլ մի քանի ժամ սպասեցինք ու այդպես էլ չեկավ։ Ուր էլ գնա, ինքը մեր Տեր Հարությունն է։ Ուր էլ գնա, մենք իրան շատ սիրում ենք, ինքը շատ լավ անձնավորություն է, շատ դրական կողմեր ունի։ Տեր Հարությունին գյուղում լավ են ընդունում, սիրում են, ասաց Լուսիկ Մանուկյանը, թե ինչու է իշխանականների այցից առաջ արձակուրդ գնացել, հստակ չգիտի, ենթադրում է անձնական պատճառներով։ Ինքը պուջուր բալիկի է սպասում, թող Աստված նրան օրհնի իր բալիկի հետ։ Նոր քահանային Արարատ գյուղ են ուղարկել Մասյացոտնի թեմից։ Թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոսը միակն է, որ հոգևոր ժողովում դեմ է քվեարկել Փաշինյանին միացած Տեր Արամին կարգալույց անելուն։ Տեր Երվանդն է ցանկացել Փաշինյանի այցի օրը խորան բարձրանալ, թե Սուրբ Հակոբի քահանան է հրաժարվել այդ պատարագը մատուցել։ Ինչով են բացատրում այս փոփոխությունը հոգևորականների դեմ արշավ սկսած Փաշինյանի այցից 3 օր առաջ։ Ոչ քահանաներից, ոչ էլ թեմի առաջնորդից պարզել չհաջողվեց։ Մեր զանգերին չպատասխանեցին։ Երկրի վիճակը սենց ընկել են եկեղեցիների հետևը։ Ինչ կա եկեղեցում։ Եկեղեցում միայն սրբություն է, մարդիկ գալիս են օրհնվում գնում։ Այդքան բան։ Տիկին Լուսիկը Տեր Երվանդին էլ է սիրով սպասում, կիրակի էլ այստեղ է լինելու։ Ուրախ է, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է պատարագի մասնակցել, աղոթք լսել, բայց ինչ է ուզում եկեղեցուց ու կաթողիկոսից, զարմանում է Տիկին Լուսիկը։ Երկրի խաղաղ անխաղաղ վիճակն է կարևոր, ոչ թե եկեղեցու կաթողիկոսի հանելը։ Եկեղեցու կաթողիկոսի դեմ պայքարին Լուսիկ Մանուկյանը դեմ է, չի հասկանում, ինչու է իշխանությունը ընկել հոգևորականների հետևից, երբ երկրում հազար ցավ կա։ Մեկն էլ իրենց տուն է հասել, 44-օրյա պատերազմում Լուսիկ Մանուկյանի թոռն է անհետ կորել։ Այդ ցավը անտանելի ցավ է, ոչ մեկին չեմ ցանկանում։ Ես եկել եմ իմ թոռնիկը կորելուց հետո եմ մտել եկեղեցի, որ աղոթեմ Աստծուն մենակ, որ ինքը գոնե ինքը եւ ճիշտը դա է, որ մենակ դրա իրանից եմ խնդրում իմ բալեն տուն վերադառնա։ Փաշինյանի այցի մասին էլ եկեղեցու մարզպետարանի աշխատակիցներից են լսել, ասաց այսօր եկել տեղեկացրել են, որ կիրակի բարձրաստիճան հյուրեր ունեն։ Մայեցին, շրջեցին, նկարեցին։ Ով ուզում է գա, պատարակա մենք այդ մեր պարտատարակը անում ենք։ Վարչապետին գյուղամիջում նարդի խաղացող այս տղամարդիկ են սպասում։ Պատարագին կգնան, որ Նիկոլ Փաշինյանին տեսնեն ու նրա ձեռքը սեղմեն։ Անպայման անշուշտ ու ես Նիկոլի ձեռքը պետք է սեղմեմ։ Եթե որտեվ ինքը լավն է, իմ համար լավն է ինքը։ Եկեղեցի իշխանություն վեճով հետաքրքրված մտահոգված չեն, կարևորն ասում են, իրենց հարցը լուծվել է, խաղողը ժամանակին մթերում են։ Այ քուրջան, մենք այդ քաղաքականությունից հեռու ենք, մեզ պետք է իշխանությունը լինի, եկեղեցի լինի, այն լինի, որ ժողովուրդը լավ ապրեն, պատերազմ չլինի, պրծավ գնաց։ Կարևորը կառավարությունը լավ լինի, ժողովուրդին նայ պրծնի դա։ Կառավարությունը լավ է։ Իմ համար շատ լավ է։ Ինչով է։ Ամեն ինչով։ Ամեն ինչով լավ է, խաղողը տանում հանձնում եմ 15-20 օր հետո փողը ստանում եմ։ Այն է անում, բայց այդ վաղ հանձնում ենք ամիսներով բիզնեսը ծառած նայում ենք։ Եղեցին կամքով Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ անցած կիրակի էլ Վայոց ձորի Խաչիկ գյուղի եկեղեցում էր։ Պատարագին ներկա էր նաև թեմի առաջնորդը Աբրահամ arczepiskopos Մկրտչյանը։ Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագը մատուցել է Հովանես քահանա Մաթևոսյանը։ Կաթողիկոսի անունը չի հիշատակել, սա եկեղեցու կանոնների խախտում է։ Արդյոք այս քահանային էլ կարգալույց կանեն, ինչպես Փաշինյանին միացած Տեր Արամին, որ Հովանավանքի քահանան էր։ Մայրաթորից հստակ դեռ արձագանք չկա։ Քահանայի բացատրություններից հետո թեմի առաջնորդ Աբրահամ Սրբազանը կկատարի անհրաժեշտ տնօրինումներն ու կներկայացնի հարկ եղած լուսաբանումները։ Ազատությանը փոխանցեց Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրենը։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող Փաշինյանի մասնակցության պատարագին թեմակալ առաջնորդի ներկայությունը էջմիածնում նորմալ են համարում։